Հավատարիմ տնային աշխատողը տեսնում է, թե ինչպես է իր կյանքը գլխիվայր շրջվում, երբ իր տիրոջ կինը սկսում է սպառնալ ընտանիքի մայրապետի կյանքին։ Մինչ տարեց կնոջ առողջությունը վատանում է, տնային աշխատողը հայտնաբերում է մահացու ծրագիր, որը կարող է ոչնչացնել այն ամենը, ինչ ինքը գիտի։ Վճռական փրկելու իր տիրուհուն, նա համարձակ քայլ է անում, բացահայտելու ճշմարտությունը, փոխելու ընտանիքի ճակատագիրը։ Եթե այս պատմությունը հետաքրքրեց ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում մեզ, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Դարբնագործ Երկաթե դարպասը մեղմորեն ճռռաց, երբ Դալվա Ֆերնանյանն անցավ Ալավերդյանների առանձնատան մուտքով, ինչպես անում էր ամեն առավոտ 15 տարի շարունակ։ Երանյան առավոտվա առը լուսավորում էր Կոնդի կալվածքի կատարելապես խնամված այգիները, շողշողացնելով ցողի կաթիլները ճանապարհը դեպի վեհաշուկ առանձնատուն եզերող արքայական արմավենիների տերների վրա։ Դալվան միշտ իրեն օրհնված էր զգում։ Այնտեղ աշխատելու համար, պատմության ու նրբագեղության այն կտորում, որը հակադրվում էր Աբովյանի շրջանից եկած իր պարզ կյանքին։ Ալավերդյանների առանձնատունը Երանի ամենաավանդականներից մեկն էր։ Կառուցված անցյալ դարի սկզբին, նրա պատերը պահպանում էին սերունդների հիշողությունները, շքեղ խնջույքները, գործերը, որոնք ձավորել էին քաղաքի պատմության մի մասը։ Դալվան ուսին ճշտեց իր պայուսակը, բարձրացավ կողային մուտքի աստիճաններով, այն մուտքով, որը նախատեսված էր աշխատակիցների համար, սիրտը ջերմացած այդ վայրի ծանոթությունից, որը դարձել էր իր երկրորդ տունը։ Լայն ու լուսավոր խոհանոցում Դալվան տեսավ տիկին Եվլալիային արդեն սեղանի շուրջ նստած, առավոտյան երիցուկի թեյը խմելիս։ Ընտանիքի մայրապետը իր 78 տարեկանում պահպանում էր նրբաճաշակ կեցված ջերմ ժպիտ, որը միշտ ստիպում էր Դալվային իրեն ավելին զգալ, քան պարզապես տնային աշխատող։ Եվլալիա Ալավերդյանը կորովի կին էր, 10 տարի այրի, ով մեծացրել էր իր միակ որդուն, Գաբրիելին, ամբողջ նվիրումով, սիրով, որը կարող էր մայրը տալ։ Բարի լույս, տիկին Եվլալիա, ասաց Դալվան իր սովորական քնքշանքով, դնելով պայուսակը սեղանին, գոգնոցը կապելով իր մեջքին։ Բարի լույս, իմ սիրելի Դալվա, պատասխանեց Եվլալիան իր մեղմ ձայնով, որը տասնամյակների պատմություններ էր կրում։ Լավ քնեցի՞ր։ Քարի նման, տիկին Եվլալիա։ Իսկ դուք։ Եվլալիան թեթակի հոգոց հանեց, գթալով մեղմ շարժումներով խառնելով թեյը։ Տարօրինակ երազներ ունեցա, աղջիկս։ Երազումս տունը մարդկանցով լի էր, բայց ես ոչ ոքի չէի ճանաչում։ Արթնացա, սիրտս սեղմված։ Դալվան մոտեցավ, մեղմորեն դիպավ տիրուհու ուսին։ Դրանք պարզապես երազներ են, տիկին Եվլալիա։ Դուք գիտեք, որ ես պարոն Գաբրիելը այստեղ ենք, ձեզ խնամելու համար։ Եվլալիան ժպտաց, բայց նրա բաց աչքերում անհանգստության ստվեր կար։ Ես գիտեմ, աղջիկս։ Ես գիտեմ։ Դալվան այդ կնոջը ավելի լավ էր ճանաչում, քան իր ընտանիքի շատ անդամներ։ 15 տարվա ամենօրյա շփումը կապեր էր ստեղծել, որոնք գերազանցում էին մասնագիտական հարաբերությունները։ Երբ Դալվան եկել էր առանձնատուն, նորը ժամանել Էջմիածնից, դժվարին ամուսնալուծությունից հետո, Եվլալիան նրան ընդունել էր ոչ միայն որպես աշխատակցի, այլ որպես մեկի, ով արժանի էր կյանքում երկրորդ հնարավորության։ Հենց Եվլալիան էր օգնել նրան, երբ մայրը հիվանդացել էր, առանց վարանելու վճարելով բոլոր բժշկական ծախսերը։ Հենց Եվլալիան էր մխիթարել նրան, երբ իր ավագ որդին որոշել էր կարիերա սկսել արտերկրում։ Այդ կինը ավելին էր, քան տիրուհի, նա մայր էր, որին ճակատագիրը ներկայացրել էր նրան։ Գաբրիել Ալավերդյանը, Եվլալիայի միակ որդին, 42 տարեկան տղամարդ էր, լուրջ նվիրված ընտանիքի գործերին։ Բարձրահասակ, լայն ուսերով, միշտ խնամված մուգ մազերով, Գաբրիելը հորից ժառանգել էր Ալավերդյան շինարարական ընկերությունը, Երանի ամենահարգված ընկերություններից մեկը, որը պատասխանատու էր Երանի կենտրոնական թաղամասի ամենանշանավոր շենքերից մի քանիսը կառուցելու համար։ Ի տարբերություն բազմաթիվ ժառանգների, որոնց Դալվան ճանաչել էր կյանքի ընթացքում, Գաբրիելը երբեք ամբարտավան կամ անտեսող չէր եղել աշխատակիցների նկատմամբ։ Ընդհակառակը, նա միշտ Դալվային վերաբերվել էր հարգանքով, ուշադրությամբ, նույնիսկ ֆինանսապես օգնելով նրան, երբ նա պետք է վերա նորոգեր այն տունը, որտեղ ապրում էր իր դստեր հետ։ Այդ առավոտ, մինչ Դալվան պատրաստում էր ամբողջական նախաճաշը, Գաբրիելը շտապ քայլերով իջավ աստիճաններով, արդեն հագած անթերի մուգ կապույտ կոստյում։ Նրա աչքերը, սակայն, այլ լույսով էին փայլում, մի բան, որ Դալվան վաղուց չէր տեսել։ Դա սիրահարված մարդու լույսն էր։
Բարի լույս, մայր։ Բարի լույս, Դալվա, ողջունեց նա, համբուրելով Եվլալիայի ճակատը նախքան սեղանին նստելը։ Բարի լույս, պարոն Գաբրիել, պատասխանեց Դալվան, մատուցելով նրան մի բաժակ գոլորշիացող սուրճ։ Դուք այսօր ուրախ եք թվում։ Գաբրիելը ժպտաց, լայն ու անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա սովորաբար լուրջ դեմքը։ Լավ նորություններ ունեմ կիսվելու։ Բայց կսպասեմ այսօր երեկոյան ընթրիքին, որպեսզի մանրամասն պատմեմ։ Եվլալիան մայրական հետաքրքրությամբ նայեց որդուն։ Դու ինձ հետաքրքրում ես, որդիս։ Լավ անակնկալ կլինի, մայր։ Խոստանում եմ։ Դալվան դիտում էր տեսարանը սրտի մեջ մի սեղմումով, որը չէր կարողանում բացատրել։ Օդում ինչ-որ բան կար, նուրբ փոփոխություն, որը նա իր տարիների դիտողականությամբ սրված բնաստ ով կարող էր զգալ։ Նա փորձեց հեռացնել այդ անհանգիստ զգացումը, կենտրոնացավ իր ամենօրյա գործերի վրա, պատրաստելով ճաշը, կարգի բերելով սենյակները, հոգ տանելով տիկին Եվլալիայի մասին, ինչպես միշտ արել էր։ Երեկոյան ճաշասենյակի սեղանը դրված էր նուրբ ճենապակյա սպասքով, որը սերունդներով պատկանում էր ընտանիքին։ Դալվան Գաբրիելի խնդրանքով հատուկ ընթրիք էր պատրաստել, բադի բրինձ, ընկույզի փշրանքներով, թարմ տերների աղցան խտացրած կաթով պուդինգ, որպես աղանդեր, տիկին Եվլալիայի սիրելի բաղադրատոմսը։ Մոմերը վառված էին, ստեղծելով ջերմ ու տոնական մթնոլորտ։ Երբ զանգը հնչեց, Դալվան սարսուռ զգաց իր ողնաշարում։ Նա չէր կարողանում բացատրել այդ զգացողության պատճառը, բայց իր ներսում ինչ-որ բան կծկվեց։ Նա սրբեց ձեռքերը գոգնոցով գնաց դուռը բացելու, տեսնելով Գաբրիելին, ուղեկցությամբ մի կնոջ, ով անմիջապես գրավեց նրա ամբողջ ուշադրությունը։ Կինը շլացուցիչ էր։ Բարձրահասակ, երկար սմազերով, որոնք կատարյալ ալիքներով թափվում էին ուսերին, բաց մաշկով զմրուխտի պես փայլող կանաչ աչքերով։ Նա կրում էր նրբաճաշակ կարմիր ըսկ։ Եեստ, որը անթերի կերպով գրկում էր նրա կորությունները, իսկ նրա ժպիտը սպիտակ էր շողշողուն։ Նրա մեջ կար գրեթե անիրական գեղեցկություն, ներկայություն, որը տիրում էր միջավայրին, հենց որ նա ներս էր մտնում։ Դալվա, սա Լուանա Մելքոնյանն է, իմ հարսնացուն, հայտարարեց Գաբրիելը, ձայնի մեջ ակնհայտ հպարտությամբ։ Դալվայի սիրտը թռավ։ Հարսնացու։ Գաբրիելը երբեք ոչինչ չէր հիշատակել լուրջ հարաբերությունների մասին, էլ չասած նշանադրության մասին։ Նա ստիպողաբար քաղաքավարի ժպտաց ողջունեց այցելուին, զգալով, թե ինչպես են Լուանայի կանաչ աչքերը շրջում առանձնատանը, պարզ հետաքրքրությունից ավելի մեծ հետաքրքրությամբ։ Շատ հաճելի է, Դալվա, ասաց Լուանան մեղեդային հաշվարկված ձայնով։ Գաբրիելն ինձ շատ բան պատմել է ձեր տիկին Եվլալիայի մասին։ Անհամբեր սպասում եմ այս հրաշալի ընտանիքի մայրապետին ճանաչելուն։ Ինչ-որ բան կար նրանում, թե ինչպես էր Լուանան արտասանում բառերը, ինչ-որ բան չափազանց արհեստական, չափազանց փորձված։ Դալվան զույգին տարավ ճաշասենյակ, որտեղ Եվլալիան սպասում էր ակնկալիքով։ Տարեց կնոջ արձագանքը Լուանա։ Ին տեսնելիս զարմանք էր, որին հաջորդեց քաղաքավարի ժպիտը, բայց Դալվան նկատեց իր տիրուհու աչքերի վարանումը։ Մայր, սա Լուանան է, կինը, ում հետ ես կամուսնանամ, ասաց Գաբրիելը, հպարտությամբ բռնելով հարսնացուի ձեռքը։ Եվլալիան դանդաղ վեր կացավ, հենվելով սեղանին, ողջունեց Լուանային այն քաղաքավարությամբ, որը պահանջում էր իր դաստիարակությունը։ Բայց Դալվան, ով ճանաչում էր այդ կնոջ յուրաքանչյուր արտահայտությունը, նկատեց լարվածությունը նրա ուսերում, այն ձդ, թե ինչպես էին նրա մատները թեթակի դողում, սեղմելով ապագա հարսի ձեռքը։ Ընթրիքի ընթացքում Լուանան հմայեց Գաբրիելին իր կյանքի պատմություններով, հեղինակավոր մասնավոր դպրոցներում իր կրթությամբ, Եվրոպայում իր ճանապարհորդություններով, արվեստի ու մշակույթի մասին իր գիտելիքներով։ Նա հմտորեն խոսում էր ընտանիքի բիզնեսի մասին, ցուցադրելով զարմանալի գիտելիքներ Ալավերդյան շինարարական ընկերության, ընթացիկ նախագծերի, նույնիսկ ընտանիքին պատկանող գույքի մասին։ Գաբրիելը խմում էր յուրաքանչյուր բառը, ամբողջովին հմայված։ Դալվան անձայն մատուցում էր ուտեստն։ Երը, բայց նրա ուշադիր աչքերը ոչ մի մանրուք չէին կորցնում։ Նա դիտում էր, թե ինչպես էր Լուանան հիանում պատերի նկարներով, հնաոճ դեկորացիաներով, սեղանի արծաթյա իրերով։ Նրա հայացքը պարզապես գեղագիտական գնահատական չէր, դա գնահատող, հաշվարկող հայացք էր, կարծես մտովի գույքագրում էր տեսած ամեն ինչ։ Այս տունը հրաշալի է, մեկնաբանեց Լուանան, մատներով նրբորեն անցկացնելով վարագույրի կտորի վրայով։ Քանի սենյակ ունի։ 12 սենյակ է, պատասխանեց Գաբրիելը։ Առանձնատունը կառուցվել է իմ պապի կողմից 1920 թվականին։
Այն քաղաքի պատմական ժառանգությունն է։ Ինչ հրաշալի է, հոգոց հանեց Լուանան, աչքերը փայլելով մի հետաքրքրությամբ, որը Դալվան չափազանց համարեց։ Եվ պատկերացնում եմ, որ արժեքը զգալի է։ Եվլալիան թեթակի հազաց, հմտորեն փոխելով թեման։ Իսկ ձեր ընտանիքը, սիրելի Լուանա։ Գաբրիելը մեզ շատ բան չի պատմել նրանց մասին։ Կարճ ակնթարթով Լուանայի ժպիտը թուլացավ, բայց նա արագորեն վերականգնեց իր հանգստությունը։ Իմ ընտանիքը Գյումրիից է։ Ծնողներս մի քանի տարի առաջ մահացել են։ Ես միակ զավակն եմ։ Ինչպես Գաբրիելը։ Միգուցե հենց դա է մեզ մտերմացրել ընտանեկան ժառանգությունը միայնակ կրելու այս ըմբռնումը։ Պատասխանը անորոշ էր, մտածեց Դալվան, բայց Գաբրիելը կարծես չնկատեց։ Նա շողշողուն էր, ամբողջովին տարված իր երջանկությամբ։ Ընթրիքից հետո, մինչ Դալվան հավաքում էր ափսեները խոհանոցում, Եվլալիան դանդաղ քայլերով ներս մտավ նստեց աթոռներից մեկին, խորը հոգոց հանելով։ Դալվան անմիջապես նկատեց տիրուհու դեմքին դրոշմված անհանգստությունը։ Ինչ կարծիքի եք նրա մասին, տիկին Եվլալիա։ Եվլալիան մի պահ լռեց, զգուշորեն ընտրելով բառերը։ Նա շատ գեղեցիկ է գիրտ։ Բայց, Դալվա, ինչ-որ բան կա, որ չեմ կարող բացատրել։ Երբ նայում եմ նրա աչքերին, ջերմություն չեմ տեսնում։ Ես հաշվարկ եմ տեսնում։ Դալվան սարսուռ զգաց։ Ես նույնպես տարօրինակ բան զգացի, խոստովանեց նա ցածր ձայնով։ Այն ձ, թե ինչպես էր նա նայում տան ամեն ինչին, կարծես հաշվարկներ էր անում։ Եվլալիան ուժեղ բռնեց Դալվայի ձեռքը։ Իմ որդին սիրահարված է, ես ուզում եմ, որ նա երջանիկ լինի։ Բայց մայրը զգում է այդ բաները, Դալվա։ Մայրը գիտի, երբ ինչ-որ բան։ Այն չէ։ Երկու կանայք անհանգստությամբ լի հայացքներ փոխանակեցին։ Նրանցից ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ ընթրիքը կնշանավորի մի շարք իրադարձությունների սկիզբը, որոնք կփորձարկեին հավատարմության, քաջության սիրո սահմանները, որոնք միավորում էին այդ տունը։ Հաջորդ 3 ամիսներն անցան պտտահողմի պես։ Լուանան մշտական ներկայություն դարձավ Ալավերդյանների առանձնատանը, այցելելով Գաբրիելին գրեթե ամեն օր, միշտ անթերի հագնված, միշտ այդ կատարյալ ժպիտով, որը լիովին չէր հասնում նրա կանաչ աչքերին։ Դալվան ամեն ինչ դիտում էր աճող անհանգստությամբ, նկատելով փոքր մանրամասներ, որոնք կարծես աննկատ էին մնում Գաբրիելի կողմից, ով կուրացած էր այդ կնոջ կախարդանքից։ Հինգշաբթի կեսօրին, մինչ Դալվան հագուստ էր ծալում տիկին Եվլալիայի սենյակում, մայրապետը նստեց պատուհանի մոտի բազկաթոռին, խորը հոգոց հանեց։ Նրա դեմքին հոգնածության արտահայտություն կար, որը գերազանցում էր ֆիզիկականը։ Դալվա, դու նկատել ես, թե ինչպես է Գաբրիելը փոխվել, հարցրեց Եվլալիան, ձայնը լի մայրական անհանգստությամբ։ Դալվան դադարեցրեց իր գործունեություն։ Նա մոտեցավ տիրուհուն։ Նա սիրահարված է, տիկին Եվլալիա։ Բնական է, որ նրա գլուխը ամպերում է։ Բայց դա միայն դա չէ, պնդեց տարեց կինը, ձեռքերը թեթակի դողալով ծնկներին։ Երեկ նա ինձ ասաց, որ ցանկանում է արագացնել հարսանիքը։ 3 ամիս, Դալվա։ Նրանք միայն 3 ամիս են ճանաչում միմյանց, նա ուզում է ամուսնանալ արդեն հաջորդ ամիս։ Դալվայի սիրտը սեղմվեց։ Դա շատ արագ է։ Հենց դա էի ես էլ ասում նրան, շարունակեց Եվլալիան, աչքերը լցված արցունքներով։ Բայց Գաբրիելն ինձ ասաց, որ երբ գտնում ես ճիշտ մարդուն, պետք չէ սպասել։ Որ Լուանան իր կյանքի սերն է, նա չի ուզում ժամանակ կորցնել։ Նա երբեք այդքան իմպուլսիվ չի եղել, Դալվա։ Երբեք։ Դալվան նստեց բազկաթոռին բռնեց Եվլալիայի ձեռքը։ Դուք խոսել եք նրա հետ ձեր մտահոգությունների մասին։ Փորձեցի, բայց նա չի ուզում լսել։ Ասում է, որ ես չափազանց պաշտպանող եմ, որ նա վերջապես գտել է մեկին, ով հասկանում է իրեն, որ ես պետք է ուրախ լինեմ նրա համար։ Եվ ես ուրախ եմ, Դալվա։ Իհարկե, ուրախ եմ։ Բայց մայրը զգում է, երբ ինչ-որ բան այն չէ։ Նույն երեկոյան, լիքի ժամանակ, Գաբրիելը պաշտոնական հայտարարություն արեց։ Հարսանիքը կկայանա 6 շաբաթից, մտերիմ ընտանիքի անդամների ընկերների համար նախատեսված համեստ արարողություն, որին կհաջորդի ընդունելություն առանձնատան այգիներում։ Լուանան շողշողուն էր նրա կողքին, բռնելով նրա ձեռքը հաղթական փայլով աչքերում, որը Դալվան չկարողացավ անտեսել։ Այնքան հատուկ կլինի, ասաց Լուանան իր մեղեդային ձայնով, որին Դալվան սովորել էր չվստահել։
Գաբրիելն ինձ ցույց տվեց այգիները, ես պատկերացրի, թե որքան գեղեցիկ կլինի ամենուր սպիտակ ծաղիկներով, վարդի թերթիկների մի միջանցքով, ծառերից կախված լույսերով։ Դա հեքիաթ կլինի։ Եվլալիան ստիպողաբար ժպտաց։ Շատ արագ է, որդիս։ Վստահ եք, որ չեք ուզում մի փոքր էլ սպասել, ավելի լավ ճանաչել միմյանց։ Գաբրիելը քնքշորեն համբուրեց մոր ճակատը։ Մայր, ես 42 տարեկան եմ։ Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում։ Լուանան այն կինն է, ում ես միշտ սպասել եմ։ Խնդրում եմ, ուրախ եղեք մեզ համար։ Ինչ կարող էր ասել մայրը նման խնդրանքի դիմաց։ Եվլալիան գլխով արեց, կուլ տալով իր մտահոգությունները, բայց դա ան տեսավ արցունքները, որոնք տարեց կինը դժվարությամբ էր զսպում։ Հարսանիքին նախորդող շաբաթները մոլեգին էին։ Լուանան ստանձնեց բոլոր նախապատրաստությունների ղեկավարությունը, առանձնատունը վերածելով մշտական գործունեության կենտրոնի։ Ծաղկավաճառներ, դեկորատորներ, կազմակերպիչներ, երաժիշտներ, բոլորը շրջում էին կալվածքով, մինչ Լուանան վերահսկում էր յուրաքանչյուր մանրուք գրեթե ռազմական ճշգրտությամբ։ Դալվան նկատեց, թե ինչպես էր նա տան շուրջը շարժվում աճող ծանոթությամբ, կարծես արդեն տիրուհին լիներ, բացելով պահարաններ, վերադասավորելով սենյակներ, որոշումներ կայացնելով առանց Եվլալիայի հետ խորհրդակցելու։ Մի օր Դալվան Լուանային գտավ Գաբրիելի գրասենյակում, սեղանին դրված փաստաթղթեր թերթելիս։ Դուռը կիսաբաց էր, Լուանան չնկատեց նրա ներկայությունը։ Դալվան դիտում էր, միջանցքում թաքնված, թե ինչպես էին Լուանայի մատները անհագ հետաքրքրությամբ անցնում թղթերի վրայով, նրա աչքերը սկանավորում էին թվերն ու արժեքները։ Այնտեղ կային շինարարական ընկերության պայմանագրեր, գույքի մասին փաստաթղթեր, ֆինանսական հաշվետվություններ։ Երբ Լուանան վերջապես դուրս եկավ գրասենյակից, Դալվան ծացրեց, թե պատահաբար անցնում էր միջանցքով։ Բարի երեկո, Լուանա, ողջունեց Դալվան, ձայնը չեզոք պահելով։ Լուանան թեթակի սարսափեց, բայց արագորեն վերականգնեց իր կատարյալ ժպիտը։ Բարի երեկո, Դալվա։ Պարզապես Գաբրիելին էի փնտրում։ Գիտեք, որտեղ է նա։ Գնացել է շինարարական ընկերությունում հանդիպման։ Միայն երեկոյան պետք է վերադառնա։ Լուանայի աչքերը փայլեցին մի բանով, որը Դալվան չկարողացավ վերծանել։ Հասկանալի է։ Դե, կօգտվեմ հնարավորությունից հարսանիքի որոշ մանրամասներ լուծելու համար։ Դալվան սպասեց, մինչ Լուանան կիջներ աստիճաններով, նախքան գրասենյակ մտնելը։ Փաստաթղթերը թեթակի անկարգ էին, կարծես ինչ-որ մեկը շտապելով շոշափել էր դրանք։ Սարսուռ անցավ նրա ողնաշարով։ Ինչու՞։ Էր Լուանան շոշափում Գաբրիելի թղթերը։ Ինչպիսի՞։ Հետաքրքրություն էր դա, որը գերազանցում էր հարսնացուի պարզ հետաքրքրությունը։ Այդ երեկոյան Դալվան Եվլալիային գտավ մենակ պատշգամբում նստած, հեռվում թարթող քաղաքի լույսերին նայելիս։ Երանյան գիշերվա մեղմ քամին բերում էր այգու հասմի։ Գների բույրը։ Տիկին Եվլալիա, դուք լավ չեք, ասաց Դալվան, նստելով տիրուհու կողքին։ Եվլալիան շրջվեց դեպի նա, Դալվան տեսավ, որ անձայն արցունքներ էին հոսում նրա դեմքից։ Ես կորցնում եմ իմ որդուն, Դալվա։ Սիրտս է զգում դա։ Դուք չեք կորցնում նրան։ Պարոն Գաբրիելը սիրում է ձեզ։ Բայց նա ամեն ինչ փոխում է, Դալվա։ Այսօր Լուանան ինձ ասաց, որ հարսանիքից հետո ուզում է վերանորոգել ամբողջ տունը։ Ասաց, որ դեկորացիան հնացած է, որ պետք է արդիականացնել։ Այս տունը պահպանում է իմ ամուսնու, իմ ծնողների, մեր ամբողջ պատմության հիշողությունը։ Եվ նա ուզում է ջնջել այդ ամենը։ Դալվան բռնեց Եվլալիայի դողացող ձեռքերը։ Պարոն Գաբրիելը թույլ չի տա դա։ Բայց Եվլալիան տխրությամբ գլխով արեց։ Նա այնքան հմայված է նրանով, որ կհամաձայնվի ամեն ինչի։ Չեք տեսել, թե ինչպես է նա նայում նրան։ Կարծես աշխարհում ոչինչ չկա, բացի այդ կնոջից։ Հարսանիքի օրը եկավ անթերի կապույտ երկնքով։ Առանձնատան այգիները վերածվել էին հեքիաթային տեսարանի, ճիշտ այնպես, ինչպես Լուանան պատկերացրել էր։ Ամենուր սպիտակ ծաղիկներ, ծառերից կախված նուրբ լույ։ Սեր, ատլասե ժապավեններով զարդարված աթոռներ։ Հյուրերը, մոտ 50 հոգի, մտերիմ ընտանիքի անդամներ ընկերներ, զբաղեցրին իրենց տեղերը, մինչ լարային քառյակի մեղմ երաժշտությունը լցնում էր օդը։ Դալվան օգնեց Եվլալիային հագնվել, կարգավորելով մետաքսե կապույտ զգեստը, որը մայրապետն ընտրել էր այդ առիթի համար։ Տարեց կինը գունատ էր, նրա շարժումները դանդաղ էին ու հոգնած։
Դուք պետք է ինչ-որ բան ուտեք, պնդեց Դալվան։ Ամբողջ օրը ոչինչ չեք կերել։ Ախորժակ չունեմ, աղջիկս։ Ստամոքսս խառնված է նյարդայնությունից։ Երբ արարողության ժամանակը եկավ, Դալվան աննկատ կանգնեց հետում, ուշադիր դիտելով ամեն ինչ։ Գաբրիելը նրբաճաշակ էր իր սմոքինգով, նրա դեմքը լուսավորված էր անկեղծ երջանկությամբ։ Եվ ահա հայտնվեց Լուանան, իջնելով այգու աստիճաններով շքեղ հարսանյաց զգեստով, ամբողջությամբ ֆրանսիական ժանյակով, երկար շղարշով, որը կարծես լողում էր նրա հետից։ Նրա շղարշը մասամբ ծածկում էր նրա դեմքը, բայց նրա կանաչ աչքերը փայլում էին հաղթական ոգով, որը Դալվան անհանգստացնող համարեց։ Արարողությունը կարճ էր, բայց հուզիչ։ Գաբրիե։ Լի աչքերում արցունքներ կային, երբ նա արտասանեց իր ուղտերը, նրա ձայնը խեղդված էր հուզմունքից։ Լուանան խոսեց հռետորությամբ շնորհքով, բայց Դալվան նկատեց, որ նրա խոսքերը թե գեղեցիկ, կարծես փորձված էին, զուրկ այն իրական հուզմունքից, որը պետք է ուղեկցեր նման պահին։ Երբ խաղաղության դատավորը նրանց ամուսին կին հայտարարեց, Գաբրիելը կրքոտ համբուրեց իր հարսնացուին, մինչ հյուրերը ծափահարում էին։ Դալվան նայեց Եվլալիային, տարեց կնոջ դեմքին, տեսավ կործանված արտահայտություն, որն արագորեն թաքցվեց ստիպողաբար ժպիտով, երբ Գաբրիելը մոտեցավ նրան գրկելու։ Եղիր երջանիկ, որդիս, շշնջաց Եվլալիան, ձայնը խզված։ Դա այն ամենն է, ինչ մայրը ցանկանում է։ Հաջորդած ընդունելությունը աշխույժ էր, երաժշտությամբ, պարերով առատ ուտելիքով։ Լուանան շարժվում էր հյուրերի միջ, կարծես թագուհի լիներ իր թագավորությունում, ընդունելով շնորհավորանքներն ու ողջույնները այն ժպիտով, որը Դալվան արդեն լավ գիտեր։ Բայց հենց մի կարճ պահի, երբ Լուանան մտածեց, որ ոչ ոք չի նայում, Դալվան տեսավ նրան կանգնած առանձնատան դիմաց, աչքերը շրջել։ Ով ճակատով բռնակալական բավարարվածության արտահայտությամբ, որը սառեցրեց տնային աշխատողի արյունը։ Այժմ այս ամենը իմն է, Դալվան կարող էր երդվել, որ լսել է, թե ինչպես է Լուանան իրեն մրմնջում, թե նա չէր կարող լիովին վստահ լինել։ Մեղրամիսը կարճ կլիներ, ընդամենը մեկ շաբաթ սանում, քանի որ Գաբրիելը չէր կարող երկար ժամանակ հեռու մնալ շինարարական ընկերությունից։ Երբ զույգը հաջորդ առավոտ մեկնեց, Դալվան և Լալյան մենակ մնացին առանձնատանը, շրջապատված նախորդ օրվա խնջույքի մնացորդներով։ Այժմ մեզ մնում է միայն սպասել, ասաց Եվլալյան հրաժարականի հոգոցով։ Սպասել հուսալ, որ ես սխալվում եմ նրա մասին։ Բայց իր սրտի խորքում Դալվան գիտեր, որ Եվլալիայի մտահոգությունները անհիմն չէին։ Լուանա Մելքոնյանի, այժմ Լուանա Ալավերդյանի բնույթի մեջ ինչ-որ բան կար, որը փոթորիկներ էր կանխագուշակում։ Եվ այդ փոթորիկները շուտով կսկսվեին։ Զույգը վերադարձավ մեղրամիսից մարտի արոտ կեսօրին։ Դալվան խոհանոցում էր, պատրաստելով ողջույնի ընթրիքը, երբ լսեց մեքենայի մուտքը ավտոտնակ։ Գաբրիելը ներս մտավ, տանելով ճամպրուկները նր։ Ադեմքը արից այրված հանգիստ, որին հետում էր Լուանան, կրելով մեծ մուգ ակնոցներ սպիտակ, թափանցիկ զգեստ։ Նա հանեց ակնոցները, նրա կանաչ աչքերը շրջեցին տանը մի արտահայտությամբ, որը Դալվան կարող էր նկարագրել միայն որպես գնահատողական։ Ինչ հաճելի է վերադառնալ, ասաց Գաբրիելը, քնքշորեն համբուրելով Դալվայի այտը։ Մենք կարոտել էինք ձեզ։ Ռեստորանների ուտելիքը լավն էր, բայց ոչինչ չի համեմատվում ձեր ուտեստների հետ, Դալվա։ Լուանան ժպտաց, բայց ոչինչ չասաց, ուղղակիորեն բարձրանալով աստիճաններով դեպի սենյակները։ Դալվան նկատեց, որ նա նույնիսկ չհարցրեց տիկին Եվլալիայի մասին, ով հանգստանում էր իր սենյակում, ամբողջ շաբաթը հոդերի ցավերից հետո, որոնք նրան հատկապես փխրուն էին դարձրել։ Ինչպե՞ս է մայրս, հարցրեց Գաբրիելը, անհանգստությունը ակնհայտ իր ձայնում։ Նա դժվար շաբաթ ունեցավ, պարոն Գաբրիել։ Ցավերը վերադարձան։ Ես կանչեցի բժշկին, նա կարգավորեց դեղորայքը, բայց նա շատ թուլացած է։ Գաբրիելն անմիջապես բարձրացավ աստիճաններով, Դալվային մենակ թողնելով սենյակում։ Նա վերադարձավ խոհանոց, բայց չէր կարողանում հեռացնել անհարմարավետության զգացումը, որը Լուանայի ներկայությունը բերում էր իր հետ։ Տան մթնոլորտում ինչ-որ բան փոխվել էր, կարծես ստվեր էր ընկել այդ պատերի վրա, որոնք նախկինում միայն խաղաղություն ներդաշնակություն էին ճանաչում։ Հաջորդ օրերին Լուանան սկսեց փոփոխություններ իրականացնել։ Սկզբում փոքր բաներ էին, մի ծաղկաման այստեղ տեղափոխված, մի վարագույր այնտեղ փոխարինված։ Բայց շուտով փոփոխություններն ավելի նշանակալի դարձան։ Նա դեկորատորներ վարձեց առանց Եվլալիայի հետ խորհրդակցելու, հանձնարարեց հեռացնել հին կահույքը, որը սերունդներով պատկանում էր ընտանիքին, փոխարինելով այն ժամանակակից կտորներով, որոնք լիովին հակասում էին առանձնատան դասական ոճին։
Գաբրիելը, երբ մոր կողմից հարցաքննվեց, պարզապես ժպտաց ասաց, որ Լուանան նոր շունչ է բերում տուն, որ լավ է մի փոքր արդիականացնել։ Եվլալիան, ով օրեցօր ավելի էր թուլանում, կախված էր իր ցավազրկող դեղերից, ուժ չուներ վիճելու։ Դալվան տեսնում էր տիրուհու աչքերի տխրությունը ամեն անգամ, երբ ընտանիքի պատմությանց մի կտոր հեռացվում կամ փոփոխվում էր։ Ղրամիսից 3 շաբաթ անց էր, երբ առաջին դժբախտ պատահարը տեղի ունեցավ։ Դալվան երբեք չէր մոռանա այդ շաբաթ օրվա առավոտը։ Նա արթնացել էր սովորականից շուտ, անհանգիստ կանխազգացումը խանգարելով իր քունը։ Իջավ խոհանոց, սուրճ պատրաստելու, երբ լսեց մի ճիչ, որին հաջորդեց սարսափելի շառաչյունը եկող գլխավոր աստիճանից։ Նրա սիրտը թռավ։ Դալվան ամեն ինչ թողեց, վազեց դեպի մուտքի սրահ, տեսնելով մի տեսարան, որը սառեցրեց նրան։ Տիկին Եվլալիան ընկած էր աստիճանների ստորոտում, նրա փխրուն մարմինը ոչ բնական դիրքով ծրված, ցավից հառաչելով։ Գաբրիելը Լուանան հայտնվեցին վերին հարկից, երկուսն էլ խալաթներով, ցնցված արտահայտություններով։ Մայր, բղավեց Գաբրիելը, վազելով աստիճաններով ծնկի իջնելով Եվլալիայի կողքին։ Ինչ պատահեց։ Աստիճանը, հառաչեց Եվլալիան, դեմքը ցավից ծրված։ Սայթաքուն էր։ Ոտքերս սահեցին։ Դալվան արագորեն մոտեցավ, նրա առաջին օգնության պատրաստվածությունը գործի դնելով։ Մի շարժեք նրան, պարոն Գաբրիել։ Կարող է կոտրվածքներ ունենալ։ Ես շտապ օգնություն կկանչեմ։ Հավաքելիս Դալվան նայեց աստիճանին։ Բարձր պատուհ։ Աններից ներս մտնող առավոտյան լույսը լուսավորում էր մարմարյա աստիճանները, նա հստակ տեսնում էր յուղոտ փայլ մի քանի վերին աստիճանների վրա։ Նրա սիրտը արագացավ։ Դա բնական չէր։ Այդ աստիճանները կրոնականորեն մաքրվում էին ամեն երեկո քնելուց առաջ, Դալվան ինքն էր մաքրել դրանք նախորդ երեկոյան։ Որտեղից էր եկել այդ սայթաքուն նյութը։ Նրա աչքերը հանդիպեցին Լուանայի աչքերին, ով կանգնած էր աստիճանների վերում, դիտելով տեսարանը մի արտահայտությամբ, որը Դալվան չէր կարողանում լիովին վերծանել։ Այնտեղ անհանգստություն կար, այո, բայց նա ինչ-որ ավելին, ինչ-որ բան, որը ստիպեց Դալվայի ստամոքսը խառնվել։ Շտապօգնությունը արագորեն ժամանեց և Լալիային տեղափոխեց հիվանդանոց։ Քննությունները ցույց տվեցին կոնքի կոտրվածք բազմաթիվ կապտուկներ։ Բժիշկներն ասացին, որ նրան բախտ է վիճակվել, որ գլուխը չի հարվածել։ Եվլալիան հիվանդանոցում կմնար առնվազն 1 շաբաթ, վիրահատության սկզբնական ապաքինման համար։ Հիվանդանոցում, մինչ Գաբրիելը բժիշկների հետ էր խոսում միջանցքում, Դալվան նստեց Եվլալիայի մահճակալի կողքին։ Տարեց կինը ցա։ Վազրկողների ազդեցության տակ էր, բայց նրա աչքերը բաց էին պարզ։ Դալվա, թույլ կանչեց նա, մեկնելով իր դողացող ձեռքը։ Դալվան զգուշորեն բռնեց այդ ձեռքը, զգալով ոսկորների փխրունությունը բարակ մաշկի տակ։ Ես այստեղ եմ, տիկին Եվլալիա։ Այդ աստիճանները, շշնջաց Եվլալիան, ձայնը գրեթե անլսելի։ Սայթաքուն էին։ Կարծես ինչ-որ մեկը յուղ էր քսել դրանց վրա։ Դուք մաքրել եք երեկոյան, ինչպես միշտ անում եք։ Այո, տիկին։ Սովորական միջոցով։ Ես ոչ մի մնացորդ չթողեցի։ Եվլալիայի աչքերը լցվեցին արցունքներով։ Ապա ինչպես, Դալվա։ Ինչպես այդ աստիճանները այդպես դարձան։ Դալվան պատասխան չուներ։ Կամ ավելի ճիշտ, պատասխան ուներ, որին չէր ուզում հավատալ, որը չափազանց անհեթեթ էր թվում, որ ճիշտ լիներ։ Բայց Լուանայի պատկերը աստիճանների վերում, նրա դեմքի այդ արտահայտությունը, չէր հեռանում նրա մտքից։ Երբ Եվլալիան վերջապես վերադարձավ տուն 10 օր հիվանդանոցում մնալուց հետո, առանձնատունը տարբեր էր թվում։ Լուանան օգտվել էր իր զոքանչի բացակայությունից, էլ ավելի շատ փոփոխություններ կատարելու համար։ Այն սենյակը, որը կանում էր հանգուցյալ պարոն Ալավերդյանին, Եվլալիայի կողմից անձեռնմխելի պահված, որպես ամուսնու հիշատակի սրբավայրի տեսակ, վերածվել էր Լուանայի համար շքեղ զգեստապահարանի։ Պատրիարքի անձնական իրերը, նրա հագուստները, նրա գրքերը, նրա լուսանկարները, ամեն ինչ փաթեթավորվել պահվել էր ձեղնահարկում։ Երբ Եվլալիան հայտնաբերեց, նրա դեմքը կորցրեց ամբողջ գույնը։ Գաբրիելը փորձեց հանգստացնել նրան, ասելով, որ ժամանակն է առաջ շարժվելու, որ իր հայրը չէր ցանկանա տեսնել նրան անցյալին կապված։ Բայց Դալվան տեսավ, թե ինչպես կոտրվեց Եվլալիայի սիրտը այդ պահին։ Տարեց կինը ոչինչ չասաց, պարզապես շրջվեց գնաց իր սենյակ, որտեղ մնաց փակված ամբողջ օրը։
Եվլալիայի ապաքինումը դանդաղ էր ու ցավոտ։ Նա ձեռնափայտի կարիք ուներ շարժվելու համար, դալվայից էր կախված գրեթե ամեն ինչում։ Նրա դեղորայքը կարգավորվել էր մի քանի տարբեր հաբեր ցավի համար, ոսկորները ամրացնելու համար, ճնշումը վերահսկելու համար։ Դալվան դեղերը կազմակերպում էր առանձին տուփի մեջ, ըստ ժամերի, համոզվելով, որ Եվլալիան ամեն ինչ ճիշտ է ընդունում։ Երեքշաբթի օրը էր։ Քներ, տունը լուռ էր։ Անցնելով միջանցքով, որը տանում էր դեպի Գաբրիելի գրասենյակ, նա տեսավ մի լույս վառված։ Նա մոտեցավ, անձայն նայեց դռան ճեղքից։ Լուանան այնտեղ էր, նստած Գաբրիելի աթոռին, սեղանին սփռված մի քանի փաստաթղթերով։ Նա հեռախոսով խոսում էր ցածր ձայնով։ Այո, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ասում էր նա, ձայնը զուրկ այն արհեստական քաղցրությունից, որն օգտագործում էր ցերեկը։ Ծերուկը օրեցօր ավելի է թուլանում։ Շուտով կավարտվի։ Եվ Գաբրիելը ոչինչ չի կասկածում։ Հիմա այնքան սիրահարված է, որ իր քթից այն կողմ չի տեսնում։ Դալվան զսպեց շունչը, նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ վախենում էր լսելի լինելուց։ Լուանան շարունակեց խոսել, հիշատակելով թվեր, տոկոսներ, ընկերության բաժնետոմսեր։ Հասկանալի էր, որ նա պլաններ ուներ, պլաններ, որոնք ներառում էին Եվլալիայի թուլացումը։ Երբ Լուանան վերջապես անջատեց հեռախոսը, վեր կացավ, Դալվան անձայն վազեց հետ իր սենյակ։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նստեց մահճակալին, փորձելով մարսել այն, ինչ հենց նոր էր լսել։ Նրա վատագույն կասկածները հաստատվում էին։ Լուանան ոչ միայն հավակնոտ շահամոլ կին էր։ Նա վտանգավոր էր։ Եվ Դալվան պետք է միջոց գտներ դա ապացուցելու համար, մինչ ուշ չլիներ։ Հաջորդ օրերը Դալվայի համար լուռ տանջանքի օրեր էին։ Նա միայնակ էր կրում իր հայտնաբերածի ծանրությունը, չկարողանալով կիսել իր կասկածները, առանց խնդիրներ ստեղծելու կամ խանդից դրդված գործելու տպավորություն թողնելու։ Ով կհավատար, որ Գաբրիելի գեղեցիկ կիրթ կինը չարագործություն էր ծրագրում իր զոքանչի դեմ։ Առանց կոնկրետ ապացույցների, ցանկացած մեղադրանք կդիտվեր որպես զառանցանք կամ նախանձ։ Եվլալիան շարունակում էր թուլացած մնալ, իր օրերը բաժանելով սենյակի պատշգամբի մեջ, որտեղ նա սիրում էր նստել, դիտելու այգու թռչուններին։ Նրա շարժունակությունը խիստ սահմանափակ էր կոնքի վիրահատությունից հետո, դեղորայքի նկատմամբ ծանր ալերգիկ ռեակցիան հետանքներ էր թողել նրա իմունային համակարգի վրա։ Նա կարծես տարիներով ծերանում էր ամեն անցնող շաբաթվա հետ։ Դալվան ուժեղացրեց իր հսկողությունը։ Նա սկսեց ավելի շուտ արթնանալ, ավելի ուշ քնել, միշտ ուշադիր լինելով Լուանայի տան շուրջ շա ռժումներին։ Նա դիտում էր, թե ինչպես էր Եվլալիայի հարսը հաճախ առաջարկում օգնել զոքանչի դեղորայքի հարցում, թե ինչպես էր նա միշտ մոտակայքում ճաշի ժամերին, թե ինչպես էին նրա աչքերը հետում տարեց կնոջ յուրաքանչյուր շարժմանը մի ուշադրությամբ, որը կարծես գերազանցում էր նորմալ անհանգստությունը։ Հինգշաբթի անձրոտ օրը երրորդ դեպքը տեղի ունեցավ։ Դալվան, ինչպես միշտ, ճաշ էր պատրաստել, թեթ առողջարար կերակուր, որը համապատասխանում էր Եվլալիայի դիետիկ կարիքներին։ Խորոված հավ, շոգեխաշած բանջարեղենով, ամբողջական բրնձով։ Նախ մատուցեց Եվլալիային իր սենյակում, ապա պատրաստեց ափսեները Գաբրիելի Լուանայի համար, ովքեր ճաշում էին ճաշասենյակում։ 2 ժամ անց Դալվան լսեց ճիչեր, եկող Եվլալիայի սենյակից։ Նա վազեց աստիճաններով, գտավ տարեց կնոջը ցավից ծռված, ուժեղ փսխելով, նրա դեմքը ցավից ծռված։ Գաբրիելը Լուանան շուտով հայտնվեցին, կրկին շտապ օգնություն կանչվեց։ Հիվանդանոցում բժիշկները ախտորոշեցին սուր սննդային թունավորում։ Քննությունները ցույց տվեցին վնասակար բակտերիաների առկայություն վտանգավոր մակարդակով Եվլալիայի օրգանիզմում։ Երբ հարցրին, թե ինչ էր նա կերել, Դալվան բացատրեց ճաշի մենյուն։ Բայց դա տարօրինակ է, մեկնաբանեց բժիշկը, հոնքերը կնճռելով։ Տան մյուս անդամները նույն ուտելիքը կերել են։ Այո, բժիշկ։ Ես ինքս ամեն ինչ միասին պատրաստեցի։ Եվ ուրիշ ոչ ոք վատ չի զգացել։ Դալվան զգաց, թե ինչպես է իր ստամոքսը խառնվում։ Ոչ, բժիշկ։ Միայն տիկին Եվլալիան։ Գաբրիելը ակնհայտորեն ցնցված էր։ 3 դեպք 2 ամսից էլ քիչ ժամանակում։ Նրա մայրը, նախկինում իր տարիքի համար համեմատաբար առողջ կին, այժմ անընդհատ հիվանդանոց էր մտնում ու դուրս գալիս։ Նա ձեռքերով բռնել էր գլուխը, նստած սպասասրահում, մինչ Լուանան նրա կողքին էր, շոյելով նրա մեջքը մի ժեստով, որը ավելի շատ կատարողական էր թվում, քան անկեղծ։
Միգուցե պետք է բուժքույր վարձենք, մեղմ առաջարկեց Լուանան։ Ձեր մայրը ավելի մասնագիտացված խնամքի կարիք ունի։ Դալվան անում է իր լավագույնը, բայց միգուցե դա բավարար չէ։ Դալվան զգաց, թե ինչպես է կատաղությունը բարձրանում իր կոկորդով։ Այդ կինը հմտորեն կասկածի սերմեր էր ցանում, ստիպելով թվալ, թե դեպքերը իր Դալվայի անփութության արդյունք էին, ով 15 տարի խնամել էր Եվլալիային առանց որե խնդրի։ Տիկին Եվլալիան միշտ հիանալի առողջություն է ունեցել իմ խնամքի տակ, ասաց Դալվան, ձայնը ամուր պահելով, չնայած ներսում եռացող զայրույթին։ Այս դեպքերը սկսվեցին միայն պարոն Գաբրիելի ամուսնությունից հետո։ Հետագա լռությունը լարված էր։ Լուանան շրջվեց, նայելու Դալվային, նրա կանաչ աչքերը փայլում էին ինչ-որ վտանգավոր բանով։ Ինչ-որ բան եք ակնարկում, Դալվա։ Ես պարզապես փաստեր եմ արձանագրում, պատասխանեց Դալվան, դիմադրելով Լուանայի հայացքին առանց նահանջելու։ Գաբրիելը վեր կացավ, ձեռքերով անցկացնելով հոգնած դեմքով։ Եկեք դադարեցնենք սա։ Մենք բոլորս անհանգստացած ենք, մորս համար սթրեսի տակ ենք։ Մի սկսենք հարձակվել միմյանց վրա։ Դալվա, դուք ճիշտ եք։ Մայրս միշտ լավ է խնամվել։ Եվ Լուանա, միգուցե դուք նույնպես ճիշտ եք բուժքրոջ մասին։ Ես կմտածեմ այդ մասին։ Այդ երեկոյան, երբ Եվլալիան հիվանդանոցից դուրս էր գրվել ավելի շատ դեղորայքով բացարձակ հանգիստ պահելու առաջարկություններով, Դալվան արթուն մնաց իր սենյակում, մտած. Ելով։ Նրան ապացույցներ էին պետք։ Նրան կոնկրետ ապացույցներ էին պետք, որոնք ցույց կտային, թե ինչ էր անում Լուանան։ Բայց ինչպես դա ստանալ։ Պատասխանը եկավ անսպասելիորեն։ Հաջորդ առավոտ, մինչ Դալվան իր գնումներն էր անում շուկայում, նա հանդիպեց Ժոզեֆային, հին ընկերուհուն, ով աշխատում էր որպես տնային աշխատող թաղամասի մեկ այլ առանձնատանը։ Ժոզեֆան բոլորին ճանաչում էր, գիտեր, թե ինչ էր կատարվում ընտանիքների տներում։ Դալվա, իմ սիրելի, ինչպե՞ս ես, հարցրեց Ժոզեֆան, քնքշորեն գրկելով ընկերուհուն։ Երկու ընկերուհիները նստեցին շուկայի դիմացի փոքրիկ բարում սուրճ խմելու, Դալվան, հուսահատորեն ինչ-որ մեկի հետ խոսելու կարիք ունենալով, պատմեց կատարված ամեն ինչ։ Ժոզեֆան ուշադիր լսում էր, աչքերը ավելի ու ավելի լայնանալով, երբ պատմությունը ծավալվում էր։ Այդ Լուանան, նա իսկապես Գյումրիից է, հարցրեց Ժոզեֆան, երբ Դալվան ավարտեց։ Դա է նա ասում։ Ինչու՞։ Ժոզեֆան մտածելով խառնեց սուրճը։ Որովհետև ես կարող էի երդվել, որ արդեն տեսել եմ այդ կնոջը նախկինում։ Ոչ այստեղ Երանում, այլ հեռուստատեսային ռեպորտաժում։ Հիմա ոստիկանություն կանչենք, Լուանան կարող է ժամանակ ունենալ ապացույցները ոչնչացնելու կամ փախչելու համար։ Ռիկարդոն մի պահ մտածեց, համաձայնեց։ Դուք ճիշտ եք։ Ես հիմա կզանգեմ Գաբրիելին, կխնդրեմ անմիջապես վերադառնալ Գյումրիից։ Ես կասեմ, որ դա բիզնեսի հետ կապված արտակարգ իրավիճակ է։ Երբ նա հասնի, մենք ամեն ինչ կցուցադրենք։ Այդ կեսօրին, մինչ սպասում էին Գաբրիելի վերադարձին, Դալվան մշտական զգոնության մեջ էր։ Լուանան անհանգիստ էր թվում, շրջելով տան շուրջը մի նյարդայնությամբ, որը չէր կարողանում լիովին քողարկել։ Միգուցե նա նկատել էր, որ Ռիկարդոն հայտնաբերել էր կեղծիքը։ Միգուցե նա գիտեր, որ իր ժամանակը վերջանում է։ Գաբրիելը հասավ կեսօրին, մտնելով դուռը անհանգիստ արտահայտությամբ։ Ռիկարդոն սպասում էր նրան գրասենյակում, Դալվան և Լալիան նույնպես ներկա էին։ Լուանան փորձեց ներս մտնել, բայց Ռիկարդոն քաղաքավարի, բայց վճռականորեն խնդրեց նրան սպասել սենյակում։ Ինչ է կատարվում, հարցրեց Գաբրիելը, շփոթված նայելով բոլորին։ Ռիկարդո, դուք ասացիք, որ շտապ է։ Շտապ է, այո, Գաբրիել։ Եվ այն, ինչ ես պետք է։ Ցույց տամ ձեզ, կփոխի այն ամենը, ինչ դուք կարծում եք, որ գիտեք ձեր կնոջ մասին։ Գրասենյակում լռությունը խիտ էր, ծանր, ինչպես կապարը։ Գաբրիելը նայում էր փաստաբանին, շփոթության զայրույթի խառնուրդով, ակնհայտորեն անհանգիստ, որ իրեն հանել էին իր գործուղումից այդ առեղծվածային հանդիպման համար։ Ռիկարդո, ինչի՞ մասին եք խոսում։ Ինչ կապ ունի իմ կինը դրա հետ։ Ռիկարդոն խորը շունչ քաշեց, բացեց թղթապանակը սեղանին։ Գաբրիել, ես պետք է, որ դուք շատ ուշադիր նայեք այս փաստաթղթերին։ Ես լուրջ անկանոնություններ եմ հայտնաբերել շինարարական ընկերության բաժնետոմսերի հետ կապված։ Նա դրեց բաժնետոմսերի ենթադրյալ փոխանցման թղթերը Գաբրիելի դիմաց, ով ուսումնասիրեց դրանք, հոնքերը կնճռած։
Երբ նա կարդում էր, նրա արտահայտությունը շփոթությունից վերածվեց անհավատության։ Սա ասում է, որ մայրս իր բաժնետոմսերի 30%-ը փոխանցում է Լուանային։ Բայց դա իմաստ չունի։ Մայրս երբեք ոչինչ չի հիշատակել այդ մասին։ Որովհետև ես երբեք դա չեմ արել, եւ Լալիայի թույլ, բայց վճռական ձայնը արձագանքեց այն աթոռից, որտեղ նա նստած էր։ Չեմ ստորագրել այդ փաստաթղթերը, որդիս։ Դա իմ ստորագրությունը չէ։ Գաբրիելը վերցրեց թղթերը ավելի մոտիկից ուսումնասիրեց ստորագրությունը։ Դալվան տեսնում էր հակամարտությունը նրա դեմքին, պայքարը այն բանի մեջ, ինչ տեսնում էին նրա աչքերը, այն բանի մեջ, ինչին նրա սիրտը ցանկանում էր հավատալ։ Պետք է սխալ լինի, ասաց նա, բայց նրա ձայնը վարանող էր։ Միգուցե ինչ-որ սխալ նոտարական գրասենյակում։ Ռիկարդոն գլխով արեց։ Դա սխալ չէ, Գաբրիել։ Դա կեղծիք է։ Եվ կա ավելին։ Շատ ավելին։ Փաստաբանն այնուհետ սկսեց ներկայացնել ամբողջական դոսիեն։ Փաստաթղթերը, որոնք Ժոզեֆան կարողացել էր ձեռք բերել, ցույց տալով, որ Լուանան այլ անուններ էր օգտագործել այլ մարզերում, որ նա ամուսնական խարդախությունների պատմություն ուներ։ Գաբրիելը դողացող ձեռքերով թերթում էր թղթերը, նրա դեմքը գունատվելով յուրաքանչյուր էջի հետ։ Դա պետք է պատահականություն լինի։ Պետք է մեկ ուրիշը լինի, ով նման է նրան։ Հենց այդ ժամանակ Դալվան առաջ եկավ, բռնելով իր պլանշետը։ Պարոն Գաբրիել, ես ինչ-որ բան ունեմ, որը դուք պետք է տեսնեք։ Դողացող մատներ։ Ով նա վերարտադրեց առաջին տեսանյութը։ Խոհանոցի ձայնագրությունը, որը ցույց էր տալիս Լուանային առավոտյան 3-ին, խեղաթյուրելիս եւ Լալիայի ուտելիքը։ Գաբրիելը անձայն դիտեց, նրա ծնոտը լարվելով։ Կա ավելին, ասաց Դալվան, անցնելով հաջորդ տեսանյութին։ Սա ցույց էր տալիս Լուանային, ով փոխում էր դեղերը եւ Լալիայի դեղերի տուփում։ Եվ ավելին, շարունակեց Դալվան, վերարտադրելով Լուանայի ձայնագրությունը, ով սայթաքուն նյութ էր քսում աստիճանների վրա։ Գաբրիելը ակնհայտորեն ցնցված էր, հենվելով սեղանին, կարծես իր ոտքերն այլս չէին կարողանում մենակ պահել իրեն։ Ոչ։ Դա չի կարող ճիշտ լինել։ Պետք է բացատրություն լինի։ Դալվան խորը շունչ քաշեց, նախքան վերարտադրելը վերջին տեսանյութը, բոլորից ամենակործանարարը։ Այգու ձայնագրությունը, որը ցույց էր տալիս Լուանային, ով դիտավորյալ հրում էր եւ Լալիայի սայլակը դեպի լողավազան։ Գաբրիելից դուրս եկած ճիչը մաքուր տանջանքի ճիչ էր։ Ոչ։ Դա չի կարող կատարվել։ Նա շրջվեց դեպի մայրը, արցունքներ հոսող իր դեմքից։ Մայր, ես շատ եմ ցավում։ Ես չգիտեի։ Ես չնկատեցի։ Ես կույր հիմար էի։ Եվ լալ։ Յան իր դողացող ձեռքը մեկնեց որդուն։ Դու սիրահարված էիր, իմ սիրելի։ Նա շատ հմուտ է իր արածում։ Գաբրիելը ձեռքերով ծածկեց դեմքը, ուսերը ցնցվելով հեկեկոցից։ Այս ամբողջ ժամանակ։ Նա փորձում էր վնասել ձեզ այս ամբողջ ժամանակ, ես չտեսա։ Ես պաշտպանեցի նրան։ Ես կասկածեցի ձեզ, մայր։ Կասկածեցի Դալվային։ Նա շրջվեց դեպի Դալվան, կարմիր այտուցված աչքերով։ Դուք փորձեցիք զգուշացնել ինձ։ Դուք փորձեցիք ստիպել ինձ տեսնել, ես չուզեցի լսել։ Ներեցեք ինձ, Դալվա։ Դալվան զգաց, թե ինչպես են իր արցունքները սկսում հոսել։ Կարորն այժմ տիկին եւ Լալիային պաշտպանելն է Լուանային պատասխանատվության ենթարկելը իր արածի համար։ Ռիկարդոն միջամտեց, ձայնը պրոֆեսիոնալ, բայց մեղմ։ Գաբրիել, մենք բավարար ապացույցներ ունենք այստեղ պաշտոնական բողոքի համար։ Խարդախություն, փաստաթղթերի կեղծում, ծանր ֆիզիկական վնաս պատճառելու կրկնվող փորձեր։ Բայց մենք պետք է գործենք զգուշությամբ, ռազմավարությամբ։ Գաբրիելը ձեռքերով սրբեց դեմքը, փորձելով վերականգնել իր հանգստությունը։ Ինչ պետք է անենք։ Ռիկարդոն արդեն մտածել էր ամեն ինչի մաս։ Նախ, մենք պետք է ստիպենք Լուանային վերջնականապես ինքն իրեն մեղադրել։ Այն ապացույցները, որ մենք ունենք, ուժեղ են, բայց էլ ավելի լավ կլիներ, եթե կարողանայինք ձայնագրված խոստովանություն ստանալ։ Երկրորդ, մենք պետք է ապահովենք, որ նա չոչնչացնի ապացույցները կամ չփորձի փախչել, երբ հասկանա, որ հայտնաբերվել է։ Դալվան միտք ունեցավ։ Ես կարող էի ստիպել նրան խոստովանել։
Եթե ես առերեսվեի նրան, երբ պարոն Գաբրիելը մոտակայքում լսում էր, միգուցե նա իրեն բավականաչափ ապահով զգար ամեն ինչ խոստովանելու համար։ Գաբրիելը անհանգստությամբ նայեց Դալվային։ Դա վտանգավոր կլիներ։ Եթե նա հասկանա, որ դա թակարդ է, կարող է բռնի դառնալ։ Բայց Դալվան վճռական էր։ Տիկին Եվլալիան վտանգի տակ էր այս ամբողջ ամիսներին։ Ժամանակն է փոխել խաղը։ Երկար քննարկումներից հետո մշակեցին պլան։ Գաբրիելը գծացներ, թե ոչինչ չգիտի կհեռանար տնից որևէ պատրվակով։ Այնուհետ Դալվան կառերեսվեր Լուանային այգում մի վայրում, որտեղ Գաբրիելը կարող էր թաքնվել լսել ամեն ինչ, մինչ բջջային հեռախոսի տեսախցիկը կձայնագրեր խոսակցությունը։ Ռիկարդոն կմն Արտանը, պատրաստ ճիշտ պահին ոստիկանություն կանչելու համար։ Պլանը գործի դրվեց հաջորդ առավոտ։ Գաբրիելը տնից դուրս եկավ, պատճառաբանելով, որ շինարարական ընկերությունում շտապ հանդիպում ունի, համբուրելով Լուանային ասելով, որ երեկոյան կվերադառնա։ Հենց որ նա դուրս եկավ, Դալվան տեսավ, թե ինչպես է Լուանան ակնհայտորեն հանգստանում, նրա կեղծ ժպիտը տեղը զիջելով հաշվարկված բավարարվածության արտահայտությանը։ Դալվան սպասեց մինչ կեսօր, երբ գիտեր, որ Լուանան այգում կլինի, իր անձնական զանգերն անելիս, ինչպես սովորաբար անում էր։ Նա խորը շունչ քաշեց, ձայնագրող հեռախոսը դրեց գոգնոցի գրպանը գնաց հանդիպելու այն կնոջը, ով ամիսներ շարունակ տանջել էր իր ընտանիքին։ Լուանան նստած էր այգու նստարաններից մեկին, հեռախոսով խոսելիս ցածր ձայնով։ Երբ նա տեսավ Դալվային մոտենալիս, արագորեն ավարտեց զանգը։ Ինչ-որ բանի կարիք ունես, Դալվա։ Նրա ձայնում կար այն անհարգալից տոնը, որը նա այլևս չէր անհանգստանում թաքցնելու, երբ Գաբրիելը մոտակայքում չէր։ Դալվան կանգնեց մի քանի մետր հեռավորության վրա, պահելով իր ուղիղ կեցվածքը։ Ես պետք է խոսեմ ձեզ հետ։ Այն մասին, թե ինչ եք անում տիկին Եվլալիայի հետ։ Լուանան ծիծաղեց, սառը տհաճ ձայնով։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Ես հոգ եմ տանում իմ զոքանչի մասին, ինչպես պետք է անի լավ հարսը։ Հոգ տանում։ Դուք փորձում եք վնասել նրան։ Ես տեսա, թե ինչպես եք խեղաթյուրում նրա ուտելիքը։ Ես տեսա, թե ինչպես եք փոխում դեղերը։ Ես տեսա, թե ինչպես եք փորձում նրան լողավազան գցել։ Լուանայի ժպիտը անհետացավ, փոխարինվելով կոշտ սպառնացող արտահայտությամբ։ Զգույշ եղեք ձեր ասածների հետ, Դալվա։ Դրանք լուրջ մեղադրանքներ են, որոնք դուք չեք կարող ապացուցել։ Կարող եմ, այո, պատասխանեց Դալվան, ձայնը ամուր պահելով, չնայած իր զգացած վախին։ Ես ամեն ինչի ապացույցներ ունեմ։ Ձայնագրություններ։ Փաստաթղթեր։ Ես գիտեմ Լորենա Վարդանյանի մասին։ Ես գիտեմ ձեր մյուս խարդախությունների մասին Գյումրիում Վանաձորում։ Լուանայի դեմքը մի ակնթարթով գունատվեց, նախքան նա կվերականգներ իր հանգստությունը։ Նրա կանաչ աչքերը փայլեցին կատաղությունից։ Դուք ոչինչ չգիտեք։ Եվ նույնիսկ եթե իմանայիք, ով կհավատար ձեզ։ Մի բառ։ Ստնային աշխատող Գաբրիել Ալավերդյանի կնոջ դեմ։ Գաբրիելը կհավատար, ասաց Դալվան։ Երբ ես ամեն ինչ ցույց տամ նրան։ Լուանան վեր կացավ նստարանից, դանդաղ հաշվարկված քայլերով մոտենալով Դալվային, ինչպես գիշատիչը մոտենում է իր զոհին։ Դուք կարծում եք, որ Գաբրիելը կհավատա ձեզ։ Նա ամբողջովին իմ վերահսկողության տակ է։ Այդ հիմարը կանի այն ամենը, ինչ ես կխնդրեմ։ Դալվան զգաց, թե ինչպես է զայրույթը եռում իր երակներում։ Նա հիմար չէ։ Նա լավ տղամարդ է, ում խաբել է պրոֆեսիոնալ խաբեբան։ Լուանան դառը ծիծաղեց։ Լավ։ Նա ողորմելի է։ Այնքան հուսահատ սիրո համար, որ չնկատեց, որ ես միայն նրա փողերն էի ուզում։ Ընկերությունը։ Գույքը։ Այս ամենը, որը պետք է իմը լիներ իրավունքով։ Իսկ տիկին Եվլալիան։ Ինչու։ Վնասել նրան։ Ինչ է նա արել, որ արժանի լինի դրան։ Լուանայի աչքերը դաժանորեն փայլեցին։ Այդ ծերուկը ճանապարհին էր։ Ընկերության 60%-ը թույլ հիվանդ կնոջ ձեռքում։ Դա վատնում էր։ Ես արժանի էի այդ բաժնետոմսերին շատ ավելին, քան նա։ Եվ եթե նա մի քանի դժբախտ պատահարներ ունենար ճանապարհին, ապա այդ բաները տեղի են ունենում տարեց մարդկանց հետ։ Դուք հրեշավոր եք, շնջաց Դալվան, զզվելով։ Ես խելացի եմ, ուղեց Լուանան։
Ես դա արել եմ տարիներ շարունակ, միշտ հաղթող եմ դուրս եկել։ Հարուստ միայնակ տղամարդիկ այնքան հեշտ են մանիպուլյացիայի ենթարկվում։ Գաբրիելը պարզապես ցուցակի մեկ ուրիշն էր։ Եվ գիտեք, թե ինչն է ամենազվարճալին։ Նույնիսկ եթե դուք նրան ամեն ինչ պատմեք, նույնիսկ եթե ցույց տաք ձեր ենթադրյալ ապացույցները, նա չի ուզենա հավատալ։ Նրա սերը իմ հանդեպ չափազանց ուժեղ է։ Հենց այդ պահին Գաբրիելը դուրս եկավ ծառերի հետից, որտեղ թաքնված էր։ Նրա դեմքը գունատ էր, դեմքի գծերը նշանավորված ցավից դավաճանությունից, բայց նրա աչքերում վճռականություն կար։ Դու սխալվում ես, Լուանա։ Կամ պետք է քեզ Լորենա անվանեմ։ Ես հավատում եմ Դալվայի յուրաքանչյուր բառին։ Ես տեսա բոլոր ապացույցները։ Եվ հիմա լսեցի քո խոստովանությունը։ Լուանայի դեմքը կորցրեց ամբողջ գույնը։ Նա նայեց Գաբրիելից Դալվային հետ Գաբրիելին, չափազանց ուշ հասկանալով, որ թակարդի մեջ է ընկել։ Գաբրիել, ես կարող եմ բացատրել։ Այնպես չէ, ինչպես թվում է։ Ես պարզապես կատակում էի, ստուգելով Դալվայի հավատարմությունը։ Կանգնիր, Գաբրիելի ձայնը պողպատի պես կոշտ էր։ Դադարեցրու սուտը։ Վերջ, Լուանա։ Քո խաղն ավարտվեց։ Հենց այդ պահին Ռիկարդոն հայտնվեց տան պատշգամբում, նրան հետում էին երկու ոստիկան։ Լուանան շուրջը նայեց, կարծես անկյուն քշված կենդանի, փնտրելով ելք, բայց փախչելու տեղ չկար։ Հաջորդածը բտտահողմ էր։ Լուանան փորձեց փախչել, բայց ոստիկանները հեշտությամբ հասան նրան։ Նա բղավեց, լացեց, աղաչեց, հուսահատ աղաչանքներից մինչ կատաղի սպառնալիքներ։ Բայց դա այլս նշանակություն չուներ։ Ապացույցները անհերքելի էին։ Նրա կատարյալ դիմակը վերջապես ընկել էր, բացահայտելով նրա հետում գտնվող կնոջ իրական բնույթը։ Հաջորդ 3 ամիսները Ալավերդյանների ընտանիքի համար ապաքինման վերականգնման ամիսներ էին։ Լուանայի ձերբակալությունը լուր էր Երանի բոլոր թերթերում, սկանդալ, որը բացահայտեց ոչ միայն նրա գործողությունները Եվլալիայի Գաբրիելի դեմ, այլ նրա խարդախությունների խաբեությունների ամբողջ պատմությունը տարբեր մարզերում։ Ոստիկանության հետաքննությունը, որը զինված էր Դալվայի մանրակրկիտ հավաքած բոլոր ապացույցներով, բացահայտեց շատ ավելի մեծ ցանց, քան որը մեկը պատկերացնում էր։ Լուանա Մելքոնյանը, կամ Լորենա Վարդանյանը, կամ Մարինա Սարգսյանը, բոլոր կեղծ անունները, որոնք նա օգտագործել էր տարիների ընթացքում, ուներ առնվազն 7 հայտնի զոհ։ Հարուստ, այրի կամ հաջողակ ամուրի տղամարդիկ, որոնց նա գայթակղում էր, արագ ամուսնանում, իսկ հետո սկսում էր քամել նրանց կարողությունները կեղծիքների, մանիպուլյացիաների, ավելի ծանր դեպքերում ֆիզիկական վնաս պատճառելու փորձերի միջոցով, ժառանգությունները արագացնելու համար։ Դատավարությունն արագ էր, հաշվի առնելով ապացույցների ճնշող քանակը։ Դալվայի ձայնագրությունները զուգորդված Ռիկարդոյի և Լալիայի նույնիսկ նախորդ զոհերից մի քանիսի վկայությունների հետ, ովքեր վերջապես քաջություն գտան հրապարակ գալու համար, կնքեցին Լուանայի ճակատագիրը։ Նա դատապարտվեց 60 տարվա ազատազրկման, բազմաթիվ մեղադրանքներով, որոնք ներառում էին խարդախություն, փաստաթղթերի կեղծում, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու փորձեր ընտանեկան բռնություն։ Դատավարության ընթացքում Լուանան փորձեց տարբեր ռազմավարություններ։ Սկզբում նա ամեն ինչ հերքեց, պնդելով, որ դավադրության զոհ է։ Այնուհետ նա փորձեց իրեն զոհի տեղ դնել, պնդելով, որ տառապում է հոգեբանական խնդիրներից, որոնք ստիպում էին նրան այդպես վարվել։ Ի վերջո, երբ հասկացավ, որ ոչինչ չի գործի, պարզապես լռեց, նստելով ամբաստանյալի աթոռին դատարկ արտահայտությամբ, կարծես այդ ամենը նշանակություն չունենար։ Գաբրիելը ներկա էր բոլոր նիստերին, բայց Դալվան նկատեց, թե ինչպես էր յուրաքանչյուր նիստ նրան ավելի կործանված դարձնում։ Հեշտ չէր նրա համար ընդունել, որ այն կինը, ում նա սիրահարվել էր, այն կինը, ում հետ երազել էր կյանք կառուցել, երբեք իրականում գոյություն չի ունեցել։ Դա պարզապես խնամքով կառուցված դիմակ էր, նրան խաբելու համար։ Մի գիշեր, վերջնական դատավճռից շաբաթներ անց, Գաբրիելը Դալվային փնտրեց խոհանոցում։ Նա երիցուկի թեյ էր պատրաստում Եվլալիայի համար, ով վերջապես վերականգնում էր իր առողջությունը, մշտական դիվերսիաների ավարտով։ Գաբրիելը նստեց սեղանին, նրա դեմքը կրում էր ցավի վերջին իրադ։ Արցությունների կողմից պարտադրված հասունացման հետքերը։ Դալվա, սկսեց նա, ձայնը վարանող, ես երբեք չեմ կարողանա բավարար շնորհակալություն հայտնել ձեզ ձեր արածի համար։ Դուք փրկեցիք իմ մորը։ Փրկեցիք մեր ընտանիքը։ Եվ ես կույր հիմար էի, ով չուզեց տեսնել ճշմարտությունը։ Դալվան թեյի բաժակը դրեց սեղանին, նստեց նրա կողքին։
Դուք սիրահարված էիք։ Լուանան շատ հմուտ էր իր արածում։ Նա շատ տղամարդկանց է խաբել ձեզանից առաջ։ Բայց դուք նրան տեսաք հենց սկզբից, չէ՞։ Գաբրիելը Դալվային նայեց անկեղծ հիացմունքով։ Դուք նկատեցիք, որ ինչ-որ բան այն չէ։ Դալվան գլխով արեց։ Չգիտեմ, թե ինչպես ճիշտ բացատրել։ Դա բնաստ էր, ինչ-որ բան այնցում, թե ինչպես էր նա նայում իրերին։ Կարծես ամեն ինչ օբյեկտ լիներ, գնահատելու ձեռք բերելու համար։ Բայց պարոն Գաբրիել, դուք լավ սիրտ ունեք։ Դրա համար էլ նրան հաջողվեց ձեզ խաբել։ Լավ մարդիկ ուրիշներից բարություն են ակնկալում։ Գաբրիելը սրբեց իր աչքերը, որոնք սկսում էին արցունքներով լցվել։ Մայրս կարող էր շատ վատ վիճակում հայտնվել իմ պատճառով։ Կարող էր անդարձելի բան պատահել, դա իմ խքը կլիներ, որ այդ կնոջը բերել էի մեր տուն։ Բայց դա տեղի չունեցավ, ամուր ասաց Դալվան։ Տիկին Եվլալիան ապաքինվում է։ Ամեն օր ավելի ուժեղ է դառնում։ Եվ դուք սովորեցիք, որ ոչ բոլոր ժպտացողներն ունեն լավ մտադրություններ։ Ռիկարդո Թավրիզյանը, փաստաբանը, կարոր դեր խաղաց Լուանայի կողմից կատարված բոլոր խարդախությունները բացահայտելու գործում։ Կեղծված փաստաթղթերը անվավեր ճանաչվեցին, բաժնետոմսերի փոխանցումները չեղարկվեցին, այն ամենը, ինչ գողացվել կամ մանիպուլյացիայի էր ենթարկվել, վերականգնվեց իր սկզբնական վիճակին։ Ալավերդյան շինարարական ընկերությունը մնաց ապահով, Եվլալիայի 60%, Գաբրիելի 40% բաժնետոմսերով, ինչպես միշտ եղել էր։ Բայց Ռիկարդոն չկանգնեց դրանով։ Նա համոզվեց, որ Լուանայի նախորդ զոհերի գործերը վերագնահատվեն։ Նրանցից մի քանիսին հաջողվեց վերականգնել գողացվածի առնվազն մի մասը, բոլորը շնորհակալություն հայտնեցին Դալվայի քաջության համար, խաբեբային բացահայտելու համար։ Եվլալիայի ապաքինումը ուշագրավ էր։ Առանց Լուանայի մշտական սաբոտաժների, նրա առողջությունը զգալիորեն բարելավվեց։ Կոտրված կոնքը պատշաճ կերպով ապաքինվեց կանոնավոր ֆիզիոթերապիայի շնորհիվ, հոդերի ցավերը նվազեցին ճիշտ դեղորայքով, որն այլևս չէր խեղաթյուրվում, նրա էներգիան աստիճանաբար վերադարձավ։ Հունիսի արոտ կեսօրին Դալվան Եվլալիային գտավ այգում, նստած իր սիրելի աթոռին, կերակրելով թռչուններին, որոնք այցելում էին բուրումնավետ ծաղիկներին։ Տարեց կինը դեմքին գույն ուներ, անկեղծ ժպիտ շուրթերին աչքերում այն փայլը, որը Դալվան ամիսներով չէր տեսել։ Դալվա, աղջիկս, արի նստիր ինձ հետ, կանչեց Եվլալիան, ազդանշան տալով կողքի աթոռին։ Դալվան մոտեցավ նստեց, վայելելով մեղմ քամին, որը բերում էր հասմիկների բույրը։ Այնքան լավ է ձեզ այսպես տեսնելը, տիկին Եվլալիա։ Կյանքին վերադարձած։ Եվլալիան ուժեղ բռնեց Դալվայի ձեռքը, զարմանալի ուժով նրա համար, ով այդքան փխրուն էր եղել քիչ առաջ։ Ես կենդանի եմ ձեր շնորհիվ, Դալվա։ Դուք ամեն ինչ վտանգեցիք ինձ պաշտպանելու համար։ Կարող էիք կորցնել ձեր աշխատանքը։ Կարող էիք մեղադրվել խնդիրներ առաջացնելու մեջ։ Բայց դուք համառեցիք, որովհետև գիտեիք, որ բան այն չէ։ Ես չէի կարող թույլ տալ, որ նա վնասի ձեզ։ Դուք իմ ընտանիքն եք, տիկին Եվլալիա։ Եվ դուք իմն եք, իմ սիրելի։ Ավելի, քան շատ արյունակից հարազատներ կարող էին լինել։ Դրա համար Գաբրիելն ու ես որոշում կայացրեցինք։ Եվլալիան ժեստ արեց, Գաբրիելը հայտնվեց պատշգամբում, տանելով որոշ փաստաթղթեր։ Նա մոտեցավ ջերմ ժպիտով նստեց Դալվայի մյուս կողմում։ Դալվա, սկսեց Գաբրիելը, մայրս ու ես շատ ենք խոսել վերջին շաբաթներին։ Ընտանիքի, հավատարմության, կյանքում իսկապես կարորի մասին։ Եվ եկանք այն եզրակացության, որ դուք շատ ավելին եք արժանի, քան պարզապես շնորհակալություն։ Նա դրեց փաստաթղթերը Դալվայի ծնկներին, ով շփոթված նայեց դրանց։ Ինչ է սա։ Դրանք շինարարական ընկերության փաստաթղթերն են, բացատրեց Եվլալիան հպարտ ձայնով։ Մենք իմ բաժնետոմսերի 10%-ը փոխանցում ենք ձեզ, Դալվա։ Դուք այժմ պաշտոնապես Ալավերդյան շինարարական ընկերության գործընկերն եք։ Դալվան զգաց, թե ինչպես են արցունքները անմիջապես ծլում։ Ոչ։ Ես չեմ կարող ընդունել։ Շատ է։ Դուք կարող եք կընդունեք, մեղմ ասաց Գաբրիելը։ Դա։ Ցի այդ, մենք վերանորոգեցինք այն գյուղի տունը, որտեղ դուք ծնվել եք։ Այն, որի մասին դուք հիշատակել էիք, որ վերանորոգման կարիք ուներ, բայց երբեք բավարար գումար չունեիք վերանորոգելու համար։
Այժմ այն ամբողջությամբ նորոգված է, պատրաստ ձեր դստեր համար կամ ձեզ համար վարձով տալու լրացուցիչ եկամուտ ունենալու համար, ինչպես կնախընտրեք։ Դալվան ձեռքերով ծածկեց դեմքը, հեկեկալով։ Նրան հուզում էր ոչ միայն նյութական առատաձեռնությունը, այլ ճանաչումը, հաստատումը, որ նրա քաջությունն ու հավատարմությունը խորը նշանակություն ունեին այն մարդկանց համար, ում նա սիրում էր որպես ընտանիք։ Սա բարեգործություն չէ, շարունակեց Եվլալիան։ Սա այն է, ինչին դուք արժանի եք։ Սա արդար է։ Դուք փրկեցիք մեզ, Դալվա։ Փրկեցիք մեր կյանքերը, մեր ժառանգությունը։ Եվ մենք ուզում ենք, որ դուք պաշտոնապես լինեք այդ ժառանգության մասը։ Հաջորդ ամիսները բերեցին նոր ավելի երջանիկ առօրյա։ Դալվան շարունակեց ապրել առանձնատանը, այժմ ոչ միայն որպես տնային աշխատող, այլ որպես ընտանիքի իրական անդամ, ընկերության գործընկեր։ Նա մասնակցում էր հանդիպումների, կարծիքներ էր հայտնում նախագծերի վերաբերյալ, հայտնաբերեց, որ բիզնեսի վարչական ասպեկտների նկատմամբ բնական տաղանդ ուներ։ Գաբրիելը, իր հերթին, խորը փոխակերպման ենթարկվեց։ Լուանայի դավաճանությունը խորը վնասել էր նրան, բայց նա արժեքավոր դասեր էր տվել նրան, տեսնելու արտաքինից այն կողմ, վստահելու նրանց, ովքեր իսկապես վստահության արժանի են, գնահատելու այն մարդկանց, ովքեր միշտ եղել են նրա կողքին։ Նա ավելի մտերմացավ իր մոր հետ, ավելի ուշադիր դարձավ ուրիշների զգացմունքների նկատմամբ, ավելի շնորհակալ իր կյանքի իրական օրհնությունների համար։ Ալավերդյանների առանձնատունը կրկին դարձավ խաղաղության վայր։ Եվլալիան վերադեկորացրեց այն սենյակներից մի քանիսը, որոնք Լուանան փոխել էր, վերականգնելով ընտանեկան հիշողություններն ու ավանդույթները։ Այն սենյակը, որը վերածվել էր զգեստապահարանի, կրկին դարձավ սրբավայր, նվիրված պարոն Ալավերդյանի հիշատակին, նրա լուսանկարներով, գրքերով, անձնական իրերով զգուշորեն վերադասավորված։ Լուանայի դատապարտումից 1 տարի անց Ալավերդյանների ընտանիքը փոքրիկ տոնա կատարություն կազմակերպեց։ Դա ոչ ոքի ծննդյան օրը չէր, ոչ օրացույցի որևէ հատուկ ամսաթիվ։ Դա պարզապես կյանքի, ընտանիքի հաղթահարման տոնակատարություն էր։ Մեղմ լույսերով լուսավորված այգում Գաբրիելը գենաց ասաց. ընտանիքի համար, ասաց նա, բարձրացնելով իր գավաթը։ Ոչ միայն այն, որը ծնվում է արյունից, այլ այն, որը մենք կառուցում ենք սիրով, հավատարմությամբ, վստահությամբ։ Իմ մոր համար, ով իմ ճանաչած ամենաուժեղ կինն է։ Եվ Դալվայի համար, ով շատ ավելին է, քան ցանկացած տիտղոս կարող էր նկարագրել։ Նա մեր պահապանն է, մեր ընկերուհին, մեր քույրը, մեր ընտանիքը։ Բոլորը գենաց ասացին, գավաթների զրնգոցը արձագանքելով երանյան գիշերում։ Դալվան շուրջը նայեց դեպի այն այգին, որտեղ շատ սարսափելի բաներ գրեթե տեղի էին ունեցել, տեսավ միայն գեղեցկություն վերացնունդ։ Ծաղիկներն ավելի վառ էին, քան երբը։ Ծառերը մեղմորեն ճոճվում էին քամուց։ Եվ այն մարդկանց դեմքերը, ում նա սիրում էր, լուսավորված էին անկեղծ ժպիտներով։ Հաջորդ ամիսներին Ալավերդյանների պատմությունը հայտնի դարձավ ոչ թե սկանդալով, այլ այն դասով, որը նա սովորեցրեց։ Դալվային հրավիրեցին դասախոսություններ կարդալու տնային հսկողության տարեցների պաշտպանության մասին։ Նրա քաջության համառության պատմությունը ոգեշնչեց շատ ուրիշ մարդկանց նմանատիպ իրավիճակներում խոսելու, չանտեսելու իրենց բնազդները, պաշտպանելու իրենց սիրելիներին։ Ալավերդյան շինարարական ընկերությունը բարգավաճեց նոր համատեղ կառավարման ներքո։ Գաբրիելը բերեց տեսլականը փորձը, Եվլալիան իմաստությունը, պատմական գիտելիքները, իսկ Դալվան գործնական մարդկային հեռանկար, որը կատարելապես լրացնում էր թիմը։ Միասին նրանք ընկերությունը վերածեցին էլ ավելի մեծ բանի, ոչ միայն ֆինանսական առումով, այլ սոցիալական պատասխանատվության առումով, ստեղծելով ծրագրեր աշխատակիցների նրանց ընտանիքների համար։ Գարնանային մի առավոտ, Լուանայի դատապարտումից 2 տարի անց, Դալվան արթնացավ, գնաց իր նոր սենյակի պատշգամբ, այժմ ոչ թե տնային աշխատողի փոքրիկ սենյակը, այլ առանձնատան գլխավոր սենյակներից մեկը։ Այնտեղից նա կարող էր տեսնել ամբողջ այգին, լողավազանը, որն այժմ միայն հաղթահարման հիշողություններ էր բերում։ Հեռվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, բաց ձեռքերով երան քաղաքի վրա։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ կատարվել էր, թե ինչպես էր իր կյանքը լիովին փոխվել։ Բայց ամենից առաջ նա մտածեց, թե ինչպես էր ճիշտը անելու քաջությունը, նույնիսկ երբ դժվար էր, նույնիսկ երբ սարսափելի էր, ամեն ինչ փոխել։ Ոչ միայն իր, այլ բոլոր նրանց համար, ում նա սիրում էր։ Եվլալիան հայտնվեց նրա կողքին, թեթակի հենվելով իր ձեռնափայտին, բայց ամուր վստահ քայլերով։ Կյանքի մասին ես մտածում, աղջիկս։ Դալվան ժպտաց։
Մտածում եմ, թե ինչպես եմ շնորհակալ ամեն ինչի համար։ Այս ընտանիքի համար։ Այս երկրորդ հնարավորության համար։ Այն քաջության համար, որ գտա, պաշտպանելու նրանց, ում սիրում եմ։ Եվլալիան քնքշորեն գրկեց Դալվային։ Քաջությունը միշտ քո մեջ է եղել, Դալվա։ Քեզ պարզապես պատճառ էր պետք, որպեսզի այն փայլի։ Եվ ինչ օրհնություն էր մեզ համար, որ դու գտար այն։ Եվ այսպես, Ալավերդյանների առանձնատանը, Կոնդում, կյանքը շարունակվեց։ Ոչ կատարյալ, որովհետև կյանքը երբեք կատարյալ չէ, բայց լի իսկական սիրով, փոխադարձ հարգանքով այ։ Նվստահությամբ, որ ընտանիքը սահմանվում է ոչ միայն արյունակցական կապերով, այլ այն կապերով, որոնք մենք ընտրում ենք ստեղծել սնուցել։ Լուանան փորձել էր ամեն ինչ ոչնչացնել, բայց ի վերջո պարզապես ամրապնդեց այն կապերը, որոնք իսկապես կարևոր էին։ Գաբրիելը ի վերջո կրկին կգտներ սերը, բայց այս անգամ իմաստությամբ, զգուշությամբ իր կյանքի ցանկացած նոր մարդուն աստիճանաբար ներկայացնելով իր մորը Դալվային, գնահատելով նրանց կարծիքներն ու բնազդները։ Եվլալիան կապրեր շատ տարիներ երջանիկ շրջապատված նրանցով, ովքեր իսկապես հոգ էին տանում նրա մասին։ Եվ Դալվան, համեստ տնային աշխատողը, ով դարձավ հերոսուհի, իսկ հետո գործընկեր ընտանիքի անդամ, կշարունակեր մնալ այն լուռ, բայց անսասան ուժը, որը միավորում էր բոլորին։ Պատմությունը, թե ինչպես մի սովորական կին, արտակարգ սրտով, փրկեց մի ամբողջ ընտանիքի հմայված արքայադուստրի քողի տակ թաքնված գիշատիչից, լեգենդ դարձավ թաղամասում։ Մարդիկ հիացմունքով էին խոսում Դալվա Ֆերնանյանի մասին, այն կնոջ մասին, ով թույլ չտվեց, որ հավակնությունն ու չարությունը ոչնչացնեն այ։ Ինչ սուրբ էր։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը Դալվային հարցնում էր, թե ինչպես է նա քաջություն գտել առերեսվելու Լուանային, նա պարզապես պատասխանում էր. Սերը վախից ուժեղ է։ Երբ դու իսկապես սիրում ես մեկին, դու ուժեր ես գտնում, որոնց մասին նույնիսկ չգիտեիր, որ ունես։ Հենց սերն ինձ ստիպեց պայքարել։ Եվ հենց սերն հաղթեց ի վերջո։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Դալվայի Ալավերդյանների ընտանիքի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ իսկական ընտանիքը կառուցվում է սիրով, հավատարմությամբ, քաջությամբ, պաշտպանելու նրանց, ում սիրում ենք։ Եթե այս պատմությունը հուզել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ակտիվացնել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր ոչ մի պատմություն։ Թողեք հավանում, եթե հավանել եք, մեկնաբանություններում պատմեք մեզ, թե որ մասն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի, սիրո մարդկային հարաբերությունների բարդությունը։ Այսպիսի պատմությունների համար սեղմեք այստեղ պատրաստված հատուկ երկացանկի վրա։ Ձեր մասնակցությունը մեկնաբանություններում շատ կարևոր է մեզ համար, կիսվեք ձեր տպավորություններով, ձեր նմանատիպ պատմություններով։ Դարձեք այս համայնքի մաս, որը գնահատում է լավ պատմությունները։ Մինչ հաջորդ պատմությունը, հիշեք, քաջությունն ու իսկական սերը միշտ հաղթում են ի վերջո։